Սուրբ Նունե և Մանե կույսերի վարքը։ Հավատի մեջ միմյանց լծակիցներ և առաքելահավասար կոչվող Նունե և Մանե պարկեշտ կույսերը Սուրբ Հռիփսիմյանների հռոմայեցի երևելի կույսերից էին։ Նրանց մեջ շատերից Ավագն ու Արթունը, Մեծ Գայանեի գործակիցներն ու աջակիցները առաքելահավասար են կոչվում, քանզի այս հրեշտակակրոն կույսերի միջոցով շատերը հավատացին Տեր Հիսուս Քրիստոսին և հրաժարվեցին պիղծ կուռքերից։ Արդ ինչպես որ սրանց ընկերները պարկեշտ կույսերի համախումբը արժանացան վկայական պսակների, նույն կերպով սրանք երկուսն էլ իրենց ճգնողական վարքով և առաքելանման չարչարանքներով նույնօրինակ պսակների արժանի եղան։ Սուրբ Մանե կույսը Հայաստանում, իսկ Նունեն վրաց աշխարհում, ինչպես որ նախասահմանել էր Տերը։ Քանզի երբ Հռիփսիմյանց կույսերը եկան Հայաստան, Աստծո նախախնամությամբ ոմանք խումբ ցրվեցին ճգնությամբ առանձնանալու համար, իսկ Մանե կույսը դիմեց դեպի եկեղյաց գավառ և ցանկացավ ճգնել Սեպուհ լեռան վրա։ Այնտեղ մի այր գտավ և համարեց, որ այն իր բնակության համար է պատրաստված Աստուծո կողմից։ Եվ այդպես մեկուսանալով բոլորից առանձնացավ այդ լեռան վրա ու իր անձը մատնեց աղոթքների և ճգնությունների, քանզի ուներ լուսավոր միտք ու հոգևոր կրթություն և պարսպված էր Աստծո Հոգու շնորհներով։ Երկար ժամանակ ապրեց հրեշտակակրոն կարգով, մինչև որ մաշվեցին հանդերձները։ Իր անմահ Փեսայի Քրիստոս Աստծո սիրո համար ուրախությամբ ամեն տեսակ նեղություններ կրեց ամայության մեջ հրատև պահեցողությամբ, ամռանը կիզիչ արևի տակ, իսկ ձմռանը ցրտահարվելով։ Բոլոր օրերն անց էր կացնում խոտաճարակ լինելով, սակայն նրա հոգին պարարտանում էր աստվածային այցելությունների իմանալի խորտիկներով, որոնք մոռացության էին տալիս իր մարմնի բոլոր ցավերը։ Այսպես, ինչպես մարմնի մեջ մի հրեշտակ, երանելին ապրում էր աստվածամերձ կյանքով։ Տարիներ անց, երբ հայաստանյաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչն անցնում էր Անի Կամախի պարիսպների մոտով, գնաց Մերձակա Դարանաղյաց գավառ և շրջում էր Սեպուհ լեռան վրա առանձնության վայր փնտրելու։ Երբ հեռվից մի քարայր նշմարեց, ուղղվեց դեպի այդ կողմը, իսկ Սրբուհի Մանեն, որ գտնվում էր այդտեղ, հունարեն լեզվով հեռվից ձայնեց. «Ով Սուրբ Հայր, սպասիր 3 օր և ապա արի այստեղ»։ Եվ այդ խոսքերով մարգարեացավ իր երանելի փոխման մասին, որ այդպես էլ եղավ։ Քանզի 3 օր անց Սուրբ Գրիգորը գնաց այնտեղ և գտավ Մանեի մարմինը։ Անձկությամբ լաց եղավ նրա համար և ապա սաղմոսներով ու օրհնությամբ ամփոփեց նրա մարմինը Տիրոջ 323 թվականին։ Ինչպես որ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նշխարներն էր ամփոփել, նույն կերպ ամփոփեց նաև Սրբուհու նշխարները։ Այնուհետև ինքը ևս մեծ ճգնությամբ կրոնավորեց այդ նույն տեղում կույսի նշխարների մոտ, իսկ այդ վայրը կոչվեց Մանեի այրեր։ Իսկ Սրբուհի Նունեն իր այլ ընկերների հետ գտնվում էր Հայաստան աշխարհում։ Սակայն Վանի շրջակայքում Վարագա լեռան մոտ հալածանքների պատճառով Հռիփսիմյանց կույսերի ցրվելու և կամ Արարատյան երկրում վտանգի չմատնվելու պատճառով խույս տվեց ու Տիրոջ առաջնորդությամբ գնաց վրաց աշխարհի Մսխիթա քաղաքը։ Միառժամանակ իր անձը բոլորից ծածուկ պահելով, նա որպես մի նվաստ աղախին մեծ չարչարանքներով ծառայում էր մի տան մեջ։ Իր սքանչելի առաքինություններով քարոզում էր ճշմարտությունը և Աստծուց բժշկության պարգև ստանալով Քրիստոսի անվամբ մարդկանցից փարատում ախտերը։ Նրա մասին լուրը հասավ վրաց Միհրան արքային, որը Տրդատ թագավորի 4 սպարապետներից մեկն էր։ Այս Միհրանի որդին հիվանդ էր և նրա մայրը Սոլոմեն նրան շատ բժիշկների մոտ էր տարել, սակայն աբարդյուն։ Ուղարկեց նաև Նունեի մոտ, որը խաչակնքելով մանկանը ասաց. «Քրիստոս Աստված, դու շատերին բժշկեցիր, բժշկիր նաև այս տղային»։ Եվ նույն պահին երեխան առողջացավ։ Այս դեպքից հետո հիվանդացավ նաև երեխայի մայրը, վրաց թագուհին, որի համար որպես հմուտ բժշկի շտապ եկան Նունեին տանելու։ Նա չստանձնեց գնալ, որպեսզի չփառավորվեր կամ հայտնի չդառնար, սակայն թագուհին անձամբ եկավ նրա մոտ։ Այնժամ Նունեն հարկադրված աղոթեց նրա համար և Տիրոջ անվամբ առողջացրեց նրան։ Այս մասին իմանալով Միհրան արքան հրամայեց Նունեին արքունիք բերել ու նրան բազում պարգևներ տալ,
Սակայն սրբուհին չկամեցավ ոչինչ առնել։ Թագավորը զարմացավ եւ հարցրեց. «Ինչ զորությամբ ես այդ հրաշքները գործում»։ Սրբուհին փոքրի շատե խոսելով ճշմարտության մասին համարձակություն առավ, սկսեց հոգու տվչությամբ քարոզել քրիստոնեական հավատը թե արքունիքում եւ թե արքունիքից դուրս։ Նրա վկայությամբ շատերը դարձի եկան։ Պատահեց, որ այդ օրերին մի հրան արքան գնաց որսի եւ մինչ դեգերում էր մի բացատում, հանկարծ պատվեց մեկով, թանձրամած մառախուղով ու շոշափելի խավարով։ Նա հույժ վարանեց, որովհետև չէր կարողանում ոչ աջ գնալ, ոչ ձախ եւ տագնապեց, որ թերևս իրեն եւս պատահեն այն հարվածները, որոնք ինչպես լսել էր, պատահել էին Տրդատին որսի գնալիս, որի համար ամբողջ սրտով կանչեց ճշմարիտ Աստծո անունը, որին քարոզում էր Նունեն, եւ խոստացավ, որ եթե փրկվի վտանգից, կպաշտի Նունեի Աստծուն։ Եվ նույն պահին լույս ծագեց, որից փարատվեց մեկը եւ արքային առաջնորդեց դեպի իր տուն։ Այնուհետև ընդունելով Նունեի վկայությունն ու քարոզածը, ամբողջ արքունիքով ու երկրով հավատացին Քրիստոսին։ Այդ նույն ժամանակ վրաց աշխարհում տարածվեց Սուրբ Գրիգորի վիրապից ելնելու եւ հայոց աշխարհի քրիստոնեության դարձի մասին լուրը։ Այդ առիթով սրբուհին Նունեն մարդիկ խնդրեց Միհրան թագավորից եւ ուղարկեց հայոց երկիր Սուրբ Գրիգորի մոտ, որպեսզի նրանցից մեկին առաջնորդ նշանակի վրաց երկրի համար։ Հարցնելու համար, թե ինչ կհրամայի այնուհետև անել, որովհետև վրացիները հոժարությամբ են ընդունել ավետարանի քարոզությունը։ Իսկ քանի դեռ Սուրբ Գրիգորը դեռևս չէր ընդունել քահանայական կարգն ու եպիսկոպոսության աստիճանը, պատվիրեց նախ ավերել կուռքերի պատկերները եւ կանգնեցնել տերունական խաչեր, ինչպես որ ինքն էր արել հայոց երկրում, մինչև որ Աստված նրանց հովիվ եւ առաջնորդ կտար։ Սուրբ Նունեն Միհրան արքայի գործակցությամբ անհապաղ իրագործեց Սուրբ Գրիգորի հրամանը։ Գործանեց Շանթարակ Արամազդի պատկերը, որ կար թագավորանիստ Մծխիթա քաղաքում, մեծ գետի մյուս կողմում։ Ամեն առավոտ բնակիչները իրենց տներից սովորություն ունեին երկրպագելու նրան, որովհետև այն գտնվում էր իրենց հանդիման։ Իսկ ովքեր կամենում էին զոհ մատուցել, անցնում էին գետը ու մտնում այդ մեհյանը զոհ մատուցելու։ Սակայն մեհյանը ավերելու ժամանակ քաղաքի մեծամեծները ոտքի ելան ընդդեմ թագավորի ասելով, թե այսուհետև կուռքերի փոխարեն ում պիտի երկրպագենք։ Եվ թագավորը ուսանելով սրբուհուց նրանց ցույց տվեց Քրիստոսի խաչը։ Այն առնելով Նունեի հրամանով կանգնեցրին մի գեղեցիկ բլրի վրա արևելյան կողմում, որը քաղաքից բաժանվում էր ավելի փոքր գետով։ Եվ հենց հաջորդ օրը բոլոր քաղաքացիներն իրենց տներից երկրպագեցին Սուրբ խաչին։ Սակայն երբ նրանցից շատերը գնացին եւ տեսան, որ խաչը սոսկ փայտ է, արհամարեցին ասելով, թե այդպիսի փայտով լի են իրենց անտառները, ու վերադարձան։ Այն ժամ Սուրբ Նունեկույսը աղաչեց Աստծուն հեռացնել այդ գայթակղությունը տգետներից, եւ նրա աղոթքով ամպի սյուն իջավ բլրի վրա, լցնելով լեռը անուշահոտ բուրմունքով։ Լսելի եղավ հրեշտակների ձայնը, որոնք բարձունքներից սաղմոսներով օրհնում էին Աստծուն։ Միաժամանակ հրաշագեղ ցոլալով եւ 12 աստղերով շրջապատված խաչանման պայծառ լույս իջավ փայտեղեն խաչի վրա։ Բազմությունը տեսավ այս հրաշքը, հավատաց Սուրբ խաչին եւ հաստատվեց Քրիստոսի հավատով։ Շատ բժշկություններ եղան Սուրբ խաչի նշանով, բայց քանի որ ժողովուրդը մեհյանների փոխարեն աղոթքի տան կարիք ուներ, Նունեն Միհրան արքային տվեց քրիստոնեական եկեղեցու կառույցի օրինակը եւ արքայի հրամանով սկսեցին մեծ եկեղեցու կառուցումը։ Երբ կամենում էին տաճարի մեջ սյուն կանգնեցնել, շինողները չկարողացան բարձրացնել մեծամեծություններից մեկը։ Երբ շատ չարչարվեցին եւ չկարողացան, Նունեն գիշերը գնաց այնտեղ եւ առանձին աղոթեց։ Եվ ահա սյունն ինքն իրեն վեր բարձրացավ եւ ուղիղ կանգնեց սահմանված տեղում, սակայն ինչպես օդում կախված, որովհետեւ այն հենված չէր իր խարսխին։ Եվ դա չիմացավ թագավորը եւ ճարտարապետներից որևէ մեկը։ Երբ հետեւյալ օրը հնար գտնելու համար ժողովրդի բազմությամբ եկան այդտեղ, տեսան, որ բոլորի առջև սյունն իջավ նստեց իր խարսխի վրա։ Այն ժամ բարձրաձայն գոչեցին. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը եւ ճշմարիտ է այն, ինչ քարոզում է Նունեն»։ Եվ ավելի ու ավելի հաստատվեցին հավատի մեջ մարդիկ։ Այսուհետև, երբ վրաց աշխարհում տարածվեց Տրդատի մկրտության եւ Հայաստանում քրիստոնեության պայծառության մասին լույսը,
Միհրան արքան սրբուհին ունեի հորդորով, պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ և ստացավ եպիսկոպոսներ ու քահանաներ, որոնք գալով մկրտեցին վրացիներին և այդ երկրում հաստատվեցին պաշտամունքի բոլոր կարգերը։ Պատմահայր Խորենացին գրում է. Երանելին ունեն այդտեղից գնաց Վրաստանի այլ գավառներ իր անապական լեզվով քարոզելու համար։ Նա շրջեց անպաճույճ տեսքով և առանց ավելորդությունների, հրաժարված աշխարհից և աշխարհի բոլոր բաներից, բայց ավելի ճիշտ ասած, խաչ կրելով, մահաչափ ճգնելով, բայց կյանք ունենալով, Աստուծո բանին խոսքով վկա դառնալով և հոժարությամբ արյամբ պսակվելով։ Համարձակվում եմ ասել, որ նա առաքելուհի լինելով քարոզեց սկսած կղարչքից, ալանած և կասրից դռների մոտով մինչև մասքութների սահմանները, ինչպես քեզ պատմում է Ագաթանգեղոսը։ Եվ քարոզության այդպիսի շրջանակ առնելով, վերադարձավ Մցխիթա, որտեղ խաղաղությամբ ննջեց ի Տեր։ Վրացիները պատվով թաղեցին և մինչ օրս պատվում են նրան, որպես իրենց երկրի ճշմարիտ լուսավորչի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Նունե և Մանե կույսերի հիշատակը տոնում է Սուրբ Էջմիածնի կաթողիկեի տոնին հաջորդող Երեքշաբթի օրը։ Օրհնյալ է Սուրբ Մանեի և Սուրբ Նունեի հիշատակը։ Նրանք հրաժարվեցին իրենց կանացի երջանկությունից։ Նրանք թողեցին աշխարհը։ Նրանք թողեցին այն ամենը, ինչը հատուկ էր կանանց։ Նրանք դարձան հրեշտակներ մարմնի մեջ, իրենց ճգնություններով և խստակրոն կյանքով շատերին դարձի բերեցին։ Նրանք եղան լույս երկրի վրա։ Օրհնյալ է մեր սրբուհիների հիշատակը։ Օրհնյալ է բոլոր այն կույսերի հիշատակը, ովքեր թողեցին աշխարհը, թողեցին ամեն բան, որ կապում է աշխարհի հետ։ Ապրելով հրեշտակագրոն կյանքով շատերին ցույց տվեցին ճշմարտության ճանապարհը և շատերը հավատացին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք ամենասուրբ երրորդությանը։